Գեգամ Նազարյան։ Շնորհակալություն, քանի որ խոսքը տեխնիկական անվտանգության ապահովման մասին է, ես ուզում եմ հստակեցնենք այս փոակը ում անվտանգությունն է ապահովում եւ հիշելով 22 թվականի օգոստոսի Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունը, ուզում եմ հարցնել, այս 3 տարվա ընթացքում պարզվեց իրոք տեխնիկական անվտանգություններ խախտվել եւ ով է պատասխանատվության ենթարկվել դրա համար եւ սա այն փոակի մասին է, որը էլի այդ խնդիրը պետք է կարգավորել ու չի կարգավորել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, տեխնիկական անվտանգության, ինչպես նաև հավատարմագրված մասնավոր կազմակերպությունները ըստ էության վերջիններիս գործունեությունը միտված է հանրային անվտանգության ապահովմանը եւ գլխավորապես վերջիններիս գործունեությունը կայանում է արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծման, շահագործման ընթացքի եւ կոնսերվացման կամ փակման փորձաքննություններ եւ զրակացություններ տրամադրելու մասով ես ճիշտն ասած ձեր վկայակոչած դեպքով չգիտեմ ավարտական ինչ են եղել պատճառները եւ հանգամանքները, եթե Սուրբանուի դեպքի մաս, եթե այնտեղ արտադրական վտանգավոր օբյեկտի հետ կապված խնդիր է եղել, ապա անպայման հանձնաժողովային կարգով դրան պատասխան տրվել է։ Նաեւ հավանաբար ներգրաված են եղել ՊՕԱԿ-ի փորձագետները։ Սերգեյ Բագրատյան։ Չէ, ես պետք է Արձագանք։ Այս պայթյունի հետևանքով 16 հոգի մահացել է, զոհվել է, մեկը անհետ կորել է, նրանց թվում եւ հղիկին ու 3 տարի հանրությունը ի վերջո չի կարողանում հասկանալ այդ տեխնիկական անվտանգությամբ զբաղվողները զբաղվել են տեխնիկական անվտանգությամբ կամ չեն զբաղվել, եթե չեն զբաղվել, ինչու միջև հիմա գոնե մի հոգի չի դատապարտվել, որ մենք էլ հասկանանք ի վերջո ով էր մեղավորը, ով է իրականացնել այդ պայթյունը, կարող է տեխնիկական անվտանգությունը կապ չուներ, կարող է ինչ-որ մեկը չարամիտ դիտավորությամբ պայթեցրել է եւ պահպանումն էլ լավ է իրականացրել, բայց չարամտություն է եղել, որ չգիտեմ ինչ նպատակով ի վերջո 3 տարին կարծում եմ բավարար ժամանակ է, որ մենք այդ զոհվածների հարազատները իմանան ով է մեղավորը։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, ըստ էության ձեր հարցերի պատասխանները քրեական վարույթի շրջանակներում քննվող հանգամանքներ են եւ վարույթի արդյունքներով առավելապես դուք կարող եք ունենալ ձեր պատասխանները այս առումով։ Ես այս բան չգիտեմ վարույթի ավարտի մասին, եթե կարիքը կա, ես կարող եմ հետաքրքրվել եւ ձեզ հստակ ուղղություն տալ այս մասով։ Շնորհակալ եմ։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, ես ավելի շուտ համակարգային իմաստով եմ հարցս հնչեցնում։ Արդյոք մենք այս պետական կառույցը լուծարելով եւ մասնավորին այդ գործառույթը փոխանցելով ճիշտ ենք վարվում այն իմաստով, որ բյուջեի մուտքերը չի նվազում դրանից եւ երբ որ մասնավորին ենք վստահում, արդյոք դա ավելի ի վիճակի պրոֆեսիոնալ իրականացնել այդ գործառույթը այնպես ինչպես պետական կառույցը իրականացներ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար, նշեմ, որ այս ոլորտում գործում են շուրջ 11 մասնավոր կառույցներ, որոնց հետ մենք ունեցել ենք հանդիպումներ, վստահվել ենք, որ բոլոր մասնավոր կառույցները բոլոր փորձաքննությունների տեսակով ունեն հավատարմագրումներ, այսինքն բաց տեղ չունենք, ունեն համապատասխան փորձագետների քանակ, ովքեր պատշաճ կարողանան ապահովել հանրապետությունում փորձաքննությունների իրականացումը։ Ճիշտ ասած, այս իմաստով մենք բյուջեի մուտքերի ուղղությամբ չենք մտածել, որտեղ մեր հիմնական նպատակը եղել է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի զարգացումը, իսկ երբ որ ունեցել ենք մի իրավիճակ,
պետական ոչ առևտրային կազմակերպությունները, մասնավոր կազմակերպությունները միևնույն գործառույթն են իրականացրել եւ ըստ էության պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունեցել է որոշակի պետական դիրքավորում այս առումով եւ անհավասար վիճակ ա եղել, որովհետեւ զարգացումը մի քիչ դժվար էր պատկերացնել, ընդ որում ստանդարտացման կառուցակարգեր մշակելու գործառույթները եւս ՊՕԱԿ-ի վրա են դրած եղել, ինչը մեր պատկերացմամբ հստակ եւ ուղիղ ներքին գործերի նախարարության գործառույթն է, այսինքն մեր նախագծի ընդունմամբ ներքին գործերի նախարարությունը կտա հստակ խաղի կանոններ, ստանդարտներ, կառուցակարգեր, օրենսդրություն, իսկ մասնավորները դրանք արդեն կիրագործեն եւ մենք վստահ ենք, որ այս ուղղությամբ շարժվելով կունենանք ապահով տեխնիկական անվտանգություն հանրապետությունում։ Արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ բյուջեի վրա ինչքան է նստել այս նախագիծը բացասական իմաստով։ Ճիշտն ասած, այս առումով չեմ կարող հիմա հստակ հաշվարկներ ներկայացնել, բայց մենք պետք է նկատի ունենանք բացասական իմաստով կարծես թե մենք չենք ունենալու խնդիրներ, որովհետև եթե մասնավոր կազմակերպությունները իրականացնելու են արդեն այն ծավալները ՊՕԱԿ-ի փորձակնությունների, բնականաբար գեներացնելու են եկամուտներ եւ հարկեր են վճարելու։ Այս իմաստով այս բալանսավորված է այս առումով վիճակը, եթե դա նկատի ունենք։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին։ Հավաքի ձեկուցման համար ամբերի մոտ եմ հրավիրում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի անձնաժողովը